Բարև։ Արարած, որը նման է ատամներով վարդագույն նրբերշիկի, սակայն ապրում է ավելի երկար, քան շների ու կատուների մեծամասնությունը ու անգամ որոշ կապիկներ։ Խոսքը մերկ հողափորի մասին է։ Այս փոքրիկ ստորգետնյա կրծողը բնակվում է Արևելյան Աֆրիկայում եւ մարտահրավեր է նետում կենսաբանության օրենքներին։ Նա գրեթե չի հիվանդանում քաղցկեղով, հանգիստ տանում է հիպոքսիան ու ապրում է մինչև 40 տարի այն դեպքում, երբ սովորական մկան կյանքի տևողությունը ընդամենը 3-4 տարի է։ Ու հիմա գիտնականները կարծես պարզել են, որն է կենդանու երկարակեցության գաղտնիքը։ Շանհայի Թոնցի համալսարանի գիտնականների թիմը պարզել է, որ ամեն ինչ կախված է ընդամենը 4 ամինաթթուներից։ Այդ միկրոսկոպիկ փոփոխությունները ամենասովորական ֆերմենտներից մեկը՝ սի գազը, վերածել են անմահության իսկական կենսաբանական գործիքի։ Կաթնասունների մեծ մասի, այդ թվում մարդու մոտ, սի գազի ֆերմենտը կատարում է ոչ ամենահաճելի դերը, այն խոչընդոտում է ԴՆԹ վերանորոգմանը։ Երբ բջիջը վնասվածք է ստանում, սի գազը ԴՆԹ բեկորներն ընդունում է որպես տագնապի ազդանշան ու գործարկում բորբոքային պրոցեսները։ Սա պաշտպանական մեխանիզմ է, սակայն այն միաժամանակ արագացնում է ծերացումը։ Մեր հողափորի մոտ ամեն ինչ հակառակն է։ Նույն այդ մոլեկուլները փոփոխության ենթարկված 4 ամինաթթուների շնորհիվ միացնում են ոչ թե տագնապի ազդանշանն, այլ վերանորոգման բրիգադը։ Դրանք բջջի ռեսուրսներն ուղղում են ԴՆԹ պատրված հատվածների վերանորոգմանը, կանխարգելելով մուտացիաների եւ մոլեկուլային վնասվածքների կուտակումը, որն այլ կենդանիների մոտ հանգեցնում է ծերացման ու քաղցկեղի։ Գիտնականները հիպոթեզը ստուգել են մի շարք գիտափորձերի ընթացքում։ Նրանք վերցրել են մեր հողափորի ֆերմենտն ու ներդրել այն մկան բջիջներում, ու դրանք սկսել են դրսևորել երիտասարդ բջիջների վարքագիծ։ ԴՆԹ-ն սկսել է ավելի արագ վերականգնվել, իսկ ծերացման նշանները գրեթե անհետացել են։ Ապա ֆերմենտը ներդրվել է դրոզոֆիլ ճանճերի մեջ, ինչի արդյունքում վերջինների կյանքը երկարել է 10 օրով։ Թվում է քիչ է, սակայն կյանքի ընդամենը 40 օր տևողությամբ արարածի համար դա համապատասխանում է +20 տարվա մարդկային կյանքի։ Երբ նույն գիտափորձը կրկնել են տարեց մկների հետ, արդյունքները ել ավելի համոզիչ են եղել։ Կրծողները ավելի երկար են պահպանել մորթու մուկուինը, ավելի քիչ մկանային զանգված են կորցրել ու ունեցել են ավելի առողջ ներքին օրգաններ։ Մի քանի մոլեկուլային շտրիխ ու ծերացման պրոցեսը թեթևակի հետ է շրջվում։ Գիտնականները պարզել են, մեր հողափորի մոտ փոխված են սի գազի ֆերմենտի ստրուկտուրայի 4 առանցքային հատված։ Այս փոփոխությունները ամբողջությամբ փոխում են ֆերմենտի ֆունկցիաները։ Այժմ արգելափակել վերանորոգումը ֆունկցիայի փոխարեն այն կատարում է վերանորոգել ամեն ինչ ֆունկցիան։ Դրա շնորհիվ վնասված ԴՆԹ-ի վերականգնման հիմնական միջոցը հոմոլոգիկ ռեկոմբինացիայի համակարգը մեր հողափորի օրգանիզմում աշխատում է զարմանալի արդյունավետությամբ։ Կարելի է արդյոք նույնը անել մարդու հետ։ Տեսականորեն այո։ Մեր հողափորի եւ մարդու բջիջների կառուցվածքը զարմանալի նման է, սակայն կենսաբանները զգուշացնում են, ԴՆԹ ռեպարացիան ծերացման բազմաթիվ մեխանիզմներից միայն մեկն է։ Բորբոքումը, թթվայնացումը, թելոմերները, միտոքոնդրիումները, ամբողջ այս կենսաքիմիական սիմֆոնիան չափազանց բարդ է, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն զուտ վերանորոգել ամեն ինչ կոճակը սեղմելու միջոցով։ Այդուհանդերձ չինացի հետազոտողների աշխատանքը ահռելի քայլ է երկարակեցության կենսաբանությունը հասկանալու ճանապարհին։ Մեր հողափորը հնարավոր է ցույց չի տա անմահության ճանապարհը, սակայն նա արդեն ցույց է տվել, ինչպես կարող է ընդամենը 4 ամինաթթուների փոփոխությունը փոխել ամեն ինչ։ Արհեստական բանականությունը ոչ միայն օգնում է գիտության, այլև կարող է զգալիորեն վնասել։ Նեյրոցանցերը սովորել են այնպիսի վարպետությամբ կեղծել նյութերի միկրոլուսանկարները, որ անգամ դոկտորական աստիճանով փորձառու գիտնականները չեն կարողանում տարբերել կեղծիքը մանրադիտակի տակ արված իրական լուսանկարից։ Nature Nanotechnology ամսագրում հրապարակված հետազոտությունը տագնապալի է գիտական աշխարհի համար։ Դրեզդենում Լեյբնիցի ինստիտուտի թիմը վարժեցման ընդամենը 1 ժամվա ընթացքում սովորեցրել է Gethink AI նեյրոցանցին գեներացնել միկրոլուսանկարներ իմիտացնող պատկերներ, ապա հավաքվել է պատկերների 6 զույգ, յուրաքանչյուր զույգում մի պատկերն իրական է, մյուսը կեղծված։ Հավաքած պատկերներն ուղարկել են նյութագիտության 250 մասնագետի։ Վերջիններս պետք է ընտրեին, որոնք են իրական, իսկ որոնք կեղծ։ Արդյունքները շատ նման են մետաղադրամ նետելուն։ Ճշգրտությունը կազմել է 41-ից 51%, այսինքն անգամ պրոֆեսիոնալները զբաղվել են զուտ պատահական գուշակելով։ Հասկանալու համար միկրոլուսանկարները նանոտեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից հետազոտությունների սիրտն են։ Դրանցով են գնահատում նյութի ստրուկտուրան, դեֆեկտները, բյուրեղների չափերը, երբեմն դրանք նույնիսկ զարդարում են ամսագրերի շապիկները։ Ու հիմա ցանկացած նման պատկեր կարող է լինել ոչ թե պատուհան դեպի միկրոաշխարհ, այլ նեյրոցանցի ստեղծագործություն։ Գլխավոր վտանգը նրանում է, որ նեյրոցանցերը ոչ թե պատճենում են իրական լուսանկարները, այլ գեներացնում են պատկերները զրոյից։ Հետևաբար կեղծիքների որոնման սովորական մեթոդները հիմնված համընկնումների կամ խմբագրման հետքերի վրա անօգուտ են։ Գիտնականները առաջարկում են խնդրի լուծումը։ Հոդվածի հրապարակման դեպքում յուրաքանչյուր լուսանկարի
համարին կցել սարքի հում տվյալները, որոնց հիման վրա կառուցվել է պատկերը, սակայն դրանք ահռելի ծավալի ֆայլեր են։ Յուրաքանչյուր մանրադիտակի համար տարբեր ու դրանց ստուգումը կարող է ամիսներով երկարեցնել հոդվածի գրախոսումը։ Իսկ ինչ եթե մի քանի տարուց նեյրոցանցը սովորի կեղծել նաև այդ տվյալները։ Խնդիրը ավելի խորն է, քան կարող է թվալ։ Այսօր հսկայական ճնշում կա երիտասարդ գիտնականների վրա։ Հրապարակված հոդվածների քանակն ուղղակիորեն ազդում է նրանց կարիերայի վրա, արդեն հայտնաբերվել են հարյուրավոր կեղծված հոդվածներ ու անգամ ֆիկտիվ գիտափորձեր, իսկ հիմա ֆալսիֆիկացիան կարող է ել ավելի հնարամիտ դառնալ։ Այս շաբաթվա գիտական տերմինն է էպիգենետիկան։ Էպիգենետիկան գիտություն է այն մասին, թե ինչպես է օրգանիզմը կառավարում սեփական գեները առանց բուն ԴՆԹ փոփոխության ենթարկելու։ Պատկերացրեք, որ ձեր գենոմը հսկայական գրադարան է, որում յուրաքանչյուր գիրք առանձին գեն է։ Մարդկանց մեծ մասի մոտ գրքերը նույնն են, սակայն ոչ բոլորն են բաց։ Էպիգենետիկան ուսումնասիրում է, թե ինչպիսի էջանշաններ, կողպեքներ եւ հուշումներ է թողնում օրգանիզմը այդ գրքերի վրա, որոշելով որոնք կարդալ ու որոնք պահել փակ վիճակում։ Այս կառավարումը տեղի է ունենում քիմիական դրոշմների, օրինակ մեթիլային խմբերի օգնությամբ, որոնք սոսնձվում են ԴՆԹ հատվածներին կամ սպիտակուցներին, որոնց այն փաթաթված է։ Այդ դրոշմները չեն փոխում գեների տեքստը, սակայն փոխում են այն, ինչպես է բջիջն ինտերպրետացնելու տվյալ գենը։ Արդյունքում միևնույն գենոմը կարող է տալ տարբեր արդյունքներ։ Ձեր մարմնում կան լյարդի բջիջներ եւ ուղեղի բջիջներ։ Երկուսի ԴՆԹ-ն էլ նույնն է, սակայն աշխատում են տարբեր գեներ։ Էպիգենետիկան նաև բացատրում է ինչպես է արտաքին միջավայրն ազդում գեների աշխատանքի վրա։ Ստրեսը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, թույները, այս ամենը կարող է միացնել կամ անջատել ԴՆԹ որոշակի հատվածներ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։